Ողջույն, այսօր մտովի տեղափոխվենք 1980-ականներ, ժամանակաշրջան, երբ հեռուստա և ռադիո եթերները ողողված էին հիթերով, նոր և հայտնի կատարողները կարծես մրցման մեջ մտած թողարկում էին հիթը հիթի հետևից։ Ամեն բան նոր էր, գեղեցիկ և անսովոր։ Չէ որ 80-ականները նշանավորվում են դիսկոյի շրջանով։ 1980-ականներին ամենահայտնի երգերից մեկը Ֆելիչիտան էր, իսկ դուետը Ալբանո և Ռոմինա Փաուեր։ Սա իտալական ամենավառ, գեղեցիկ և ինչ-որ տեղ սենսացիոն դուետներից էր։ Այն կազմվել է 1970 թվականին։ Զարմանալիորեն համատեղ ստեղծագործական կյանքը սկսվել է ամուսնությունից անհամեմատ ավելի ուշ։ Մինչ այդ Ալբանոն որպես սիրված իտալացի երգիչ հանդես էր գալիս իր երգացանկով, իսկ Ռոմինա Փաուերը իր հեղինակային երգերով։ Ֆելիչիտա թարգմանաբար նշանակում է երջանկություն, և հանդիսատեսը չէր կարող չվարակվել եթերից երջանկություն շռայլող կատարողների երջանկությամբ և չհիանար այդ երգով։ Երգն առաջին անգամ հնչել է Սանրեմո փառատոնում, անմիջապես նկատվել է և զբաղեցրել երկրորդ տեղը։ Երգն ունեցել է նաև կոմերցիոն հաջողություն և դարձել կատարողների այցեքարտը։ Գուցե շատերը չգիտեն, բայց Ֆելիչիտան հնչել է նաև իսպաներեն։ Երգը պաշտոնապես թողարկվել է 1982 թվականին համանուն ալբոմում։ Համաշխարհային չարթերում այն զբաղեցրել է գլխավոր հորիզոնականներ։ 1982-ին Ֆելիչիտա ալբոմը միայն Գերմանիայում վաճառվել է 6 միլիոն օրինակով, ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհով 30 միլիոն օրինակով։ Սա իսկապես չլսված հաջողություն էր։ Ալբանո և Ռոմինա Փաուեր դուետը շարունակում էր վայելել բեմական երջանկությունը, սակայն անձնական երջանկության մեջ բարդություններ էին առաջանում։ Եվ ավաղ, տարիներ անց, երջանկության մասին երգող ամուսնական դուետը ամուսնալուծվում է։ Անգամ այսօր, երբ փոխվել են ժամանակները, երաժշտական ճաշակները, բեմի աստղերը, միևնույնն է մարդկանց հիշողության մեջ մնացել է այս գեղեցիկ երգը և իհարկե չքնաղ զույգը, որը այն ներկայացրել է բեմից։ Ճիշտ է, հետագայում երգը տարբեր քավըրներով հնչել է, բայց միևնույնն է, հիշվողը առաջին կատարումն էր։ Պետք է ասել, որ Սանրեմոյի փառահեղ հաղթանակից 2 տարի անց Ալբանոն և Ռոմինա Փաուերը ստանում են հրավեր Լենինգրադից կախարդական «Սպիտակ գիշերներ» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու, որտեղ հնչում են դուետի ամենագեղեցիկ երգերը։ Ի դեպ, տարիներ շարունակ խորհրդային հեռուստադիտողը դիտել է եթերից հատվածներ հենց այդ երաժշտական հինանեկարից։ Զարմանալիորեն երգը արդիականությունը չի կորցրել նաև այսօր։ Այն առավել հաճախ հնչում է հարսանյաց խնջույքների ժամանակ հատուկ նորափեսայի և նորահարսի ծնողների պատվերով։ Ով գիտի, գուցե նրանք հանդիպել և ամուսնացել են հենց այդ երգով ոգեշնչված։ Գուցե երգը նրանց սիրո պատմությունն է։ Եվս մեկ ապացույց, որ լավ երգերը երբեք չեն հնանում և չեն կորցնում արդիականությունը, անգամ այսօր։